Այո, մենք վերադարձանք եւ համոզված ենք, որ շատ համեղ է լինելու, դե բնականաբար արդեն եթերի վերջում այդ ամենը կճաշակենք։ Հիմա գնանք իհարկե ֆուտբոլի աշխարհ, որտեղ իհարկե շատ հետաքրքիր են մեր, լոկալ ակումբները, որոնք արդեն նաեւ ներկայացնում են երիտասարդներին, որտեղ ֆուտբոլասեր երեխաները շատ են։ Հատկապես երբ վերադառնում են հաղթանակած, մրցանակային տեղ զբաղեցրած։ Այո, դա շատ կարևոր է։ Ասենք, որ այսօր մեր տաղավարում են Դավթաշեն ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները Վարդան Առաքելյանը, Դավթաշեն ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահն, Արսեն Հակոբյանը, Դավթաշեն 2012 թիմի դարպասապահը, Տիգրան Հարությունյան, Դավթաշեն 2012 թիմի հարձակվողը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Մենք տեսնում ենք մեր տաղավարում արդեն կան այստեղ մրցանակներ, դա նշանակում է, որ ակումբը արդեն ունի որոշակի հաջողություններ եւ իհարկե ունի մրցանակներ։ Մի քիչ խոսենք ակումբի հենց ծագման մասին, երբանից կա, ինչ փուլում է։ Ակումբը 2016 թվականից է գործում, բայց պաշտոնապես ինքը 2022-ին պետրեգիստրով գրանցված արդեն պաշտոնապես ակումբ է համարվում, Դավթաշեն ֆուտբոլային ակումբ, հասարակական կազմակերպություն, որով գտնվում է Դավթաշեն համայնքում, Դավթաշեն 4 թաղամասում հիմնականում։ Շատ են երեխաները, ովքեր գալիս են։ Շուրջ 400 երեխա են զբաղվում արդեն ֆուտբոլով, մեր մոտ մանկապատանեկան ֆուտբոլում արդեն 11 թմով ենք առաջացում խաղում, բավականին լուրջ արդեն արդյունքներ ունենք մենք։ Այդքան է։ Ովքեր են մեր չեմպիոնները տաղավարում։ Արսենն է, մեր դարպասապանն է 12 թվերի, ու Տիգրանը մեր հարձակվողը, որը 3 խաղում 5 գոլ խփեց, բայց վնասվածքի պատճառով 3 խաղ բաց թողեց, բայց ճանաչվեց մրցաշարի լավագույն հարձակվող իր տված արդյունքներով։ Իսկ ինչ մրցաշար է։ Ռուսաստանում էր Անապա քաղաքում Russian Cup, որտեղ մասնակցում էին բավականին թմեր, 20 թիմ մասնակցում էին, մենք էլ մեր ուժերը փորձեցինք ու հաջողություններ ունեցանք շատ։ Բոլորը մեզանից համ գոհ էին, համ շնորհակալություն էին հայտնում, թե երեխաների իրանց դրսևորումը դա մարզադաշտում, ասենք, դաշտից դուրս։ Մենք ունենք ռեպորտաժ հենց այդ խաղի հետ կապված, ես առաջարկում այս պահին դիտենք, խնդրեմ, հետո վերադառնանք շարունակենք զրույցը։ Меня зовут Арсен Акопян, я из Армении, я буду сражаться за команду. Сегодня мы выиграли 4-1, и это была очень важная игра, в которой мы вышли из группы. Запомнилось мой сейв, голы Тиграна, который стал игроком матча. И желаю всем удачи и хорошей игры. Тренер самый лучший, лучшего тренера нету. Он расскажет нам все о футболе, поможет нам всем делам. Так, он лучший. Здравствуйте, меня зовут Антонян Даниэль. Я Армен Заргарян. Город Ереван. Я приехал из Армении, Ереван. Моя команда называется ФЦ Давташен. Моего тренера зовут Радик Саркисян. Он очень добрый, очень любопытный и очень хороший. Моего тренера зовут Инкес Саркисян. Он добрый и так не сильно не ругается. Он интересный, он хорошо нас тренирует. Мне слишком сильно понравилось, сколько много интриги было до начала и до конца. Мы боролись, чтобы выиграть этот турнир. И могу сказать, что Russian Cup очень хорошо подготовились. Когда я буду большим, я хочу пойти в Реал Мадрид, чтобы там я много голы забивал. Полететь в другую страну и поиграть в таком турнире, это, конечно, очень сложно. И для этого нужно много тренироваться. Мама, папа, привет! Как ваши дела? Привет, мама и папа. Я вас очень сильно люблю и хочу вас очень
я хочу вас скорее увидеть. У нас были команды из Армении, ну не то, что были, даже сейчас есть, да, давайте поаплодируем Армении. Спасибо вообще, что были с нами на волне футбола. Russian Cup и до новых встреч на наших полях. Всего хорошего. Շատ լավ տեսանյութ էր եւ ինձ հետաքրքիր է ամենատպավորիչը տղաներ, ինչն էր ձեզ համար այնտեղ։ Ինչն է տպավորվել, որ հիմա կուզեք առանձնացնել։ Վիճազի դեմ խաղը, որ անցանք ֆինալ, շատ կարևոր էր հատկապես իմ համար, որ պենալներով փրկեցի։ Խաղի վաղտել եմ շատ փրկել, դա Ապրես։ կարևոր է։ Իսկ նման կարևոր մրցաշարերին եւ խաղերին հոկեբանորեն ինչպես եք պատրաստվում։ Շատ լավ, չենք լարվում, դա կարևոր է։ Բայց ստացվում է։ Հա, Թե խաղից մի քիչ առաջ ամեն դեպքում լարվում։ չենք լարվում։ Ճիշտ է ասում։ Ես ավելի լարված եմ, քան թե իրանք, բայց ամեն դեպքում հետի խաղի ինչքան փորձ ձեռք են բերում, ինչքան շատ մրցաշարերի են մասնակցում, այդ լարվածությունը մեջներից դուրս է գալի, արդեն սովորական բան է դառնում, էլի իրանց համար։ Ինչքան ժամանակ ես բացակայելու խաղերից վնասվածքի պատճառով։ Մինչև նոր տարի։ Դե բան չմնաց, լավ։ Ընդամենը 1 ամիս։ Հետո նորից վերադառնալու ես։ Արդեն առաջնությունը մանկապատանեկան ավարտվեց առաջին շրջանը, դրա համար նորմալ է, արդեն մինչև ապակինվի հետ գա, արդեն Հանգիստ պատրաստ կլինի, ապակինվի, հա, հանգիստ ապակինվի։ Իսկ ովքեր են այն հայտնի ֆուտբոլիստները, որոնք ձեզ համար այսպես առանձնահատուկ են եւ կուզեք ապագայում իրենց նմանվել։ Կուրտո։ Էմբապե։ Ահա։ Բոլորն ինձ համար անծանոթ են, բայց ամենակարևորը որ իրենք ճանաչում են։ Ինչ նախագծեր կան առջևում, տարին փակվում է, բայց նոր տարին պիտի սկսել նոր նախագծերով եւ իրականացնել։ Նոր նախագծեր ունենք, պատրաստում ենք երկրորդ մարզադաշտը կառուցենք, դե արդեն դիմել ենք ֆեդերացիային, որ դառնանք պաշտոնապես արդեն ֆեդերացիայի անդամ ու իմ կարծիքով ֆեդերացիայի նախագահան իր անձնակազմով կփորձի մեզ օգնել այդ նախագիծը իրագործելու համար, նոր մարզադաշտի իմ կարծիքով կսկսենք նոր տարուց հետո, նոր տարին ավարտվի, տոները ավարտվի, կսկսենք արդեն կառուցելը նոր մարզադաշտը, որտեղ որ ավելի տարածությունը մեծ է լինելու, ավելի լավ արդեն մարզումներ կազմակերպենք, ավելի արդյունավետ պարապմունքներ կլինի։ Մենք բոլոր այն սպորտաձևերում, որտեղ սոլիստ է հանդես գալիս, հաղթանակ ենք ունենում, բայց որտեղ որ թիմային աշխատանք է, մի փոքր թերանում ենք, հա։ Ըստ ձեզ, այսօրվա սերունդը, որ այս մատաղ սերունդը, ինչպես ասում են, նստած է, իրենք թիմային մտածելակերպ ունեն, որպեսզի բերեն ֆուտբոլը դեպի այլ հաղթանակների։ Մեր մոտ մի քիչ մոտեցումը ուրիշ ձևի է, ուրեմն տեսեք, մենք որ ասում ենք ես, մենք այդ ես-ը ուզում ենք ավելի բարձրացնենք ես։ Անհատական սպորտում տեսեք հաջողություններ շատ ունենք, բայց չկա մենք, այդ մենք գաղափարը մենք մեջ ենք բերել ու փորձում ենք արդեն մենք գաղափարով առաջ լինենք ու եթե գաղափարը բոլորս նույն ձևի իրագործենք, մեքով աշխատենք, կլինի արդեն թիմային աշխատանքում էլ բարձր մակարդակ, արդեն լավ հաջողություններ կլինի հավաքականի կազմում, կլինի թիմային կազմում արդեն։ Այսինքն մենք տեսնում եք իրանց։ Ես տեսնում եմ, որտեվ այդ մենքից արդեն տեսնում եմ այս հաջողությունները, հենց այդ մենքի գաղափարն է։ Փորձենք մենք գաղափարը բերենք առաջ ու արդեն կստացվի մեր մոտ ավելի լավ ֆուտբոլ։
Մենակ ֆուտբոլ չէ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, Բոլոր թիմային խաղերում։ Թիմային բոլոր խաղերում արդեն հաջողություններ ունենան։ Դες նշեցիր, որ բավականաչափ թիմին փրկել ես խաղի ընթացքում եւ հետո էլ արդեն 11 մետրանոցներով կարողացել ես թիմին հաղթանակ պարգևել։ Ինձ հետաքրքիր է, երբ թիմը որևէ իրավիճակում վրիպում է եւ դու մնում ես մենակ հակառակորդ թիմի ֆուտբոլիստի կամ ֆուտբոլիստների հետ։ Ինչ ստրես է դա, ինչպես ես այդ իրավիճակը հաղթահարում։ Չլարվես այդ պահին, սպասես իր մյուս գործողությունը։ Ոնց ես գուշակել ինչ կան, Չէ, պետք չի գուշակել, որտեվ 50-50 տարբերակը ավելի վտանգավոր է։ Ուղղակի կենտրոնացած սպասում ես։ Մյուս քայլը պետք է սպասես։ Եվ հարցակվողի դերում արդեն հեշտ է գոլ խփելը։ Այդքան էլ չէ։ Ինչն է օգնում, ինչպես ես կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Պետքա կենտրոնացած լինես, ուշադիր լինես ցանկացած գործողություն կատարելուց։ Դարպասապայի դիշնել պետքա գնահատես, հասկանաս ինքը քեզ մոտենում է, չի մոտենում։ Ոնց է կանգնած։ Դե մենք մաղթում ենք ձեզ հաջողություններ ու վստահ ենք, որ եթե սերունդը այսպես է մտածում, հա, թիմային հաղթանակ, թիմային մտածելակերպ, ապա մենք հաստատ կունենանք հաջողություններ նաև այս ասպարեզում, այնպես որ դուք եք հաղթանակները բերողը եւ բնականաբար այն բոլոր վարպետները, ովքեր մենք ունենք այսօր մեր ֆուտբոլային աշխարհում, այն նրանցից պիտի սովորել այբուբենը ու հետո արդեն ձեր քայլերով ու ձեր խաղով ապացուցել, որ մենք ուժեղ ենք նաև ֆուտբոլում։ Ուզում ենք ձեզ նվիրել բացիկներ, ընկերուհիներ ունեք։ Մենակ սպորտը։ Հաղթանակներից չի երևում, որ չունեն։ Հավատամ թե չէ։ Լավ, ուրեմն ես ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, այ երբ որ արդեն ընկերուհիներ կունենաք, այս բացիկները նվիրեք իրենց, որովհետև բացիկների վրա գրված է սիրում եմ, ու այստեղ հայտնի երգերից են, հա, այս ինչ սիրուն ես անհավանական գեղեցկուհի եւ նունեսանը մենակ ես ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Սա ձեզ։ Սա ձեզ ենք ուզում նվիրել, ելի նույն շարքից Սիրում եմ, այնպես որ նվիրեք ձեզ համար սիրելի ու հրաշալի անձնավորությանը։ Շնորհակալություն շատ։ Մենք ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Մերսի շատ։ Դե, հիմա կարճ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։